Դուք հայ առաքելական եկեղեցու հավատավորներից եք եւ տեսնում եք եկեղեցու շուրջ ինչ է կատարվում այսօր միասնական մեծաղոթքի համար մեծ թվով հավատացյալներ էին հավաքվել եկեղեցում ինչ եք կարծում մենք ունենք այդ միասնականության կարիքը եւ միասնական ենք թե ոչ Միասնականության կարիքը միանշանակ ունենք բայց ափսոս վերջին 7 տարին բոլորին ջլատել է խմբակցության են չեմ բաժանել այո ցավոք սրտի Գերագույն գիշ հոգեվարքի մեջ գտնվող ոմն մեկը, որը ինքն է չգիտի, ինքը ինչ դերակատարում ունի կամ գիտի, բայց իրան գժի տեղա դրե բացարձակ եւ ցավոք սրտի այսօր մեր օրերում կայանում է այն, որ ամբողջ աշխարհով մենք ամոթի մեջ ենք ապրում։ Վերջին գոնե 5 օրվա մեջ։ Ասում է հակառակը, երբեք այսքան ժողովրդավար հայրենիք չեք ունեցել։ Երբեք այսքան ամոթալից տարիներ, օրեր, ժամեր, վայրկյաներ չենք ապրել։ Ինչի համար ամաչենք։ Այն որ ես կասեի որ Շարլ Ազնավուրից հետո մնացել է միակ իրական բարերարը սրտացավ մարդու եւ հայրենիքի կողքին կանգնած միակ մարդը որ կա այսօր մեր օրերում եւ որոնք շատ ճակերտավոր բարերար են ներկայանում իրականում իրանք այսօր հայ առաքելական եկեղեցու կողքին չեն իսկ նույն Կարեն եւ Սամվել Կարապետյանները իդեմս Սամվել Կարապետյանի, որը իրականում շատ հզոր եւ մեծատառով մարդ է, բայց իր համեստությամբ, իր պարկեշտությամբ բոլորիս սրտերը գերել է։ Բոլորիս Ձեր սիրտը գերել է, Փաշինյանի սիրտն էլ էր գերել, բայց Փաշինյանը ինչ որ ժամանակ հպարտանում է նրանով, հիմա էլ ասում է անենց օրը կգցեմ պետության համաբերանը կմնա, հետո սկսում է քախ-քախ ծիծաղել, որ արդեն այդ օրը գցել է, կարծես թե բան տնետելներ բարերարին։ Ինչ է կարծում դրանից պիտի վախենա մի մարդ, ով ամեն ինչի միջով անցել է եւ եկել է իր եկեղեցու կողքին կանգնելու։ Ավելի քան համոզված եմ, որ Աստված իր հետ է, իդեմս պարոն Սամվել Սարգսյանի իսկ Նիկոլ Փաշինյանի ասածը ավելի քան ցայտուներում է որ գոնե վերջին 4-5 օրվա մեջ ինքը ցայտուտային իրավիճակում է ինքը իրականում չի տիրապետում իրավիճակին ռեալ չի գնահատում որտեվ վնաս իրանա որտեվ հավատավոր ժողովուրդը ավելի քան հավատքով սիրով լսված առ եկեղեցի առ Աստված իսկ համախմբված առավել եւս քան երբեք եկեղեցու կողքը միաժամանակ Սամվել Կարապետյանի կողքը, որովհետև եկեք բարդ բառը չփնտրենք, շատ կոնկրետ ենք խոսում։ Մարդն ասում է, ես եկեղեցուն բան չեմ ասում, ոչ էլ ձեր եկեղեցու հավատավորներին, ասում է իմ սրտով չի վեհափառը, իմ սրտով չի Արշակ Սրբազանը։ Այդ երկուսին 1000 ներողություն հակաեթերային բառի համար, բայց սա որպես վարչապետ ինքը իր էջում է գրել, պոռնկաբարո անձիկ են եւ պետք է հեռանան։ Ձեր պատասխանը որպես հայ մարդ, հայ տղամարդ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդ, որն է Փաշինյանին, ով ձեզ իդեպ ինչ որ ժամանակ ասում էր վարչապետ, ամեն մեկը վարչապետ եք, հիմա ձեզ ոչի լեն ասում է տնտանիքով, ինչ ուզում ասում են կարծես։ Ես դե որպես վարչապետ ասում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ասում եմ, որ դա ոչ մեբելա, ոչ հորթա, ոչ կոշիկա, որ ով երբ ոնց ուզի տիրանա, տիրապետի կամ իր կամաճույքին։ 1. Երկրորդը, եթե Աստծո կամքով այսօր վեհափառը մեր վեհափառն է եւ նույնը Օցիալ է։ Այո, օցիալ վեհափառն է մեր, դա վարչապետի գործառույթից դուրս է նախ, երկրորդը ինքը շատ փոքրալքի մարդ է եւ վերահաստատում է, որ ինքը այդ մարդն է, ավելացնելու բան չկա։ Լավ, կարծում եք չեն գտնվի Դանիել Յոհաննիսյան, Սաքունց եւ մնացած ասենք Սյոպիկ Սաֆարյան, որ գնան խորհուրդ ձևավորեն, իրենց ճաշակով վարչապետի հոգեվոր գծով մի տեղակալ գտնեն եւ վերեն կարգեն ձեզ կաթողիկոս։ Ավելի քան համոզված եմ ոչ։ Ժողովուրդը սրբությունն չեն միանա իր հանցավոր պլաններին։ Ինչքան էլ որ միանան չենք թույլ տա, մենք նույնպես որ իր ճաշակով վարչապետի ճաշակով իսկ ձեզ 2.500.000 հոգին չեն կարողանալու իր վրա։ Քան 10 հոգին ավելի քան հզոր են, ավելի քան ճարպիկ են, ավելի քան հավատավոր են, հա, հավատավոր, որը որ արդեն սահմանը անցնում են։ Բայց այսօր շարքային քաղաքացիներն էլ են հետապնդումների ենթարկվում, վերջին մի քանի օրերին առավել շատ։ Ինչ կասեք այս մասին եւ այդ թվում նաեւ դուք եք, հա։ Չի բացառվում ձեզ էլ այս հարցազրույցից հետո հետապնդեմ, որովհետեւ գրառում անեն։ Ես միայն վախենում եմ իմ Աստծուց, իմ
Բաբր բոլորը չենք վախենում, Փաշինյանը ինչի է մինչև հիմա շարունակում պաշտպանել։ Դե ցավոք Օրինակ տրամաբանական հարց։ Իսկ սկզբանե ասացի, որ ջլատված ենք, խումբ խմբակցությունների ենք վերածվել, դրա համար էլ Իսկ եթե եկեղեցու դեմ հարձակումները նշանակում է կմիավորվեն, միանշանակ ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, ավելի քան համոզված եմ, որ եկեղեցին է, որ միակ կառույցն է, որ դարեր շարունակ մեր ժողովրդին ավելի քան ամուր ու երկու ոտքի է պահել։